Ողջույն, այսօր խոսելու ենք թութքի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Իզմիրյան բժշկական կենտրոնի բժիշկ պրոկտոլոգ Ռուբեն Թադևոսյանին։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերքի համար։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շատերը թութք ասելով հասկանում են հանգույց կամ մսագունդ, որը դուրս է եկել։ Իրականում ինչ է թութքը։ Թութքը ինքը դա հյուսվածք է, որը ձևավորվում է դեռ սաղմի շրջանում։ Այսինքն դա մի հյուսվածք է, որը ունեն բոլոր մարդիկ, որը ունի իր դերը, բայց կյանքի ինչ-որ մի էտապում, կախված որոշակի ագրեսիվ ֆակտորներից, հյուսվածքը սկսում է փոփոխվել եւ իր ֆունկցիան սկսում է չկատարել, վերածվելով այլ գեմորոիդալ հանգույցների։ Ավելի պարզ բացատրեմ, դա փապարաձև հյուսվածք է, որը բոլոր մարդկանց մոտ կա հետանցքի շուրջը, որը իրանից ներկայացնում է արյան դեպո, այսինքն, եթե կոնքում ինչ-որ միտեղ արյան ճնշումը բարձրանում է, ավելորդ արյունը կուտակվում է այդ խորշիկավոր հյուսվածքներում։ Եթե սկսում է չափից շատ կուտակվել, սկսում են մեծանալ, արդեն սկսում է ձևավորվել հեմորոիդալ հանգույցներ, թութքային։ Մենք այն տարբերակում ենք արտաքին եւ ներքին։ Ներքինը դա ներսում են, արտաքինը դրսից։ Ու հիմնականում առաջնահերթ սկսում են մեծանալ ներքին հանգույցները, ներքին թութքային հանգույցները։ Եվ քանի որ ասեցի երկու բառով էլ ասեմ, այդ ֆակտորները, որոնք բերում են դրա զարգացման, ագրեսիվ ֆակտորները, առաջի տեղում դա համարում է փորկապությունը, այսինքն դժվար դեֆեկացիայի ակտը, երբ ունենք 4-5 դեֆեկացիայի ակտ, ռեգուլյար դժվար դեֆեկացիայի ակտը, պլյուս սննդի հետ կապված որոշակի չարաշահումներ, դրանք են կծուն, ալկոհոլ, գրգռող սնունդը, ոտքերը սառացնել, կանանց մոտ բավական մեծ դեր ունի հղիությունները եւ ծննդաբերությունները եւ վերջերս շատ ակտուալ են դարձել բավական նստակյաց ապրելակերպը։ Քանի որ ես նախկինում, եթե հիշում եմ, ասում ենք հիմնականում վերագրում էինք վարորդներին, որոնք երկար նստած էին, այսօր դրանց գումարվում են նաեւ շատ այլ մասնագիտություններ, անդիջան ծրագրավորողներ, օֆիսային աշխատողներ, այսինքն հիպոդինամիան, քիչ շարժվելը, երկար նստելը, որը նույնպես բերում է նպաստում է ոչ միայն թութքի պրոկտոլոգիական խնդիրների զարգացման, ձևավորման, սրացման։ Նստակյաց կյանքով ապրողները ինչ անեն դրանից խուսափելու համար, օրինակ 15 րոպե քայլելը կփրկի։ Տեսեք, իհարկե պետք է ֆիզիկական ակտիվություն որոշակի, ընթացքում վերկենալ, քայլել, սպորտով զբաղվել, թեկուզ օրվա վերջում երկար չմնալ նստած, կամ նստելուց ընդհանրապես միշտ խորհուրդ ենք տալիս, ասում ենք աշխատեք 4 սառատեղ մի նստեք, գոնե փափուկ լինի նստելու տեղը։ Կան այդպիսի հատուկ բարձեր պրոֆիլակտիկայի համար, որոնք հատուկ դնում են, նստում են վրան, որպեսզի, ասենց ասեմ, հետանցքի վրա ճնշում չլինի։ Գիրությունը նաև կապ ունի թութքի առաջացման։ Միանշանակ։ Գիրությունը ինքը բերում է եւ փորկապության, եւ նշված հիպոդինամիային, քիչ շարժվելուն, ներվորովայնային ճնշման բարձրացման, իհարկե միանշանակ կապ ունի։ Նշեցիք, որ լինում է արտաքին եւ ներքին թութքային հանգույցներ, իսկ դրանց ախտանշանները նույնն են։ Ըստ ախտանշանների մենք դասակարգում ենք 4 աստիճանի թութք։ Առաջինը դա երբ է լինում, երբ հիվանդը նշում է դեֆեկացիայից հետո արյան արկայություն, ալ կարմիր գույնի արյուն։ Դա կլինի թղթի վրա, դա կլինի զուգարանակոնքի վրա, ցավ չկա։ Դա ուզում եմ շեշտել։ Այսինքն թութքը երբ սկսվում է, առաջի աստիճան, առաջի ախտանշանը դա արյունն է առանց ցավի։ Երկրորդ աստիճանի ժամանակ արդեն հիվանդը նշում է, որ գնում է տուալետ, կա արյան արկայություն եւ կա նաեւ ներքին հանգույցների արտանկում։ Այսինքն տուալետի դեֆեկացիայից հետո լվացվելուց կամ սրբվելուց ձեռքով շոշափում է ներքին հանգույցները դուրս եկած, բայց դրանք սպոնտան, իրենք իրանց հետ են քաշվում։ Դա երկրորդ աստիճանն է։ Ունեն միայն արյունային արտադրություն, հանգույցների արտանկում ցավ չկա։ Երրորդ աստիճանը, երբ որ այդ հանգույցները արտանկվում են եւ արդեն ինքնուրույն հետ չեն քաշվում։ Հիվանդը պացիենտը նշում է, որ ինքն է ձեռում մտցնում ներս։ Դա արդեն մեր երրորդ աստիճանն է։ Նույնպես ցավ չկա, միայն ալկարմիր արյունային արտադրություն։ Եվ չորրորդ աստիճանը, վերջի աստիճանը արդեն երբ որ գալիս է բարդացում, այսինքն արտանկված հանգույցը ձեռով չի կարողանում մտցնել ներս։ Գնում է տրոմբոզ, նեկրոզ, այսպես ասած սևանում է արդեն հանգույցը։ Այդ ժամանակ նոր միանում է սուր ցավը։ Ինչի եմ ես անդադար նշում, որովհետև տեսեք կան որոշ պրոկտոլոգիական հիվանդություններ, որոնք սկսվում են ցավով, ճաքը, պարապրոկցիտը, չգիտես խի մեր ժողովրդի մեջ ընդունված է հետանցքում ինչ գանգատ լինում է, մենք միշտ ասում ենք գեմորոիդ, թութք։ Տեսեք, կան 20 քանի հիվանդություններ կան հետանցքի շրջանում, թութքը պարզապես դրանցից մեկն է։
Շատ ժամանակ խառնում ենք, հենց հետանցքի խնդիր ասում ենք թութք։ Տեսեք, թութքը ցավով չի սկսում։ Եթե կա ցավ, դա ուրեմն կարա լինի ճակ, կարա լինի սուր պարապրոքսիդ։ Ցավը բնորոշ է թութքին միայն 4-րդ աստիճանում։ Այն սկսվում է արյունային, ալ կարմիր գույնի։ Եթե արյունը մուգ գույնի է, այդ բալի գույնին, դա արդեն խոսում է, որ թութք չի խնդիրը։ Եթե մակարդված արյուն է, արդեն ուրիշ այլ օնկոլոգիական խնդիրների հետ կարող է կապ ունենալ։ Դրա համար մենք միշտ շեշտում ենք, պետք չէ ինքնաախտորոշմամբ, ինքնաբուժմամբ զբաղվել, Անի ջան։ Կա խնդիր, այցելում ենք պրոկտոլոգի մոտ, առաջի իսկ ախտանշ պարագայում։ Դրվում է ճիշտ ախտորոշում եւ ժամանակին այցելելով կարելի է հանգիստ խուսափել վիրահատությունից։ Այդ հանգույցը, որ ինքնուրույն ներս ու դուրս է անում, այսպես ասած, եթե չբուժեն, դա վտանգավոր է։ Չբուժելու պարագայում ունենալու ենք 4-րդ աստիճանը։ 4-րդ աստիճանը, որը արդեն երբ որ սուր ցավ է լինում, այդ ժամանակ ուզած-չուզած արդեն հիվանդը դիմում է շտապ վիրահատության։ Ինչ վերաբերում է վտանգավոր բան առաջանալուն, ինչ որ տեղեր այդ հարցը միշտ տալիս են, իսկ որ չբուժեն կարող է վերածվի քաղցկեղի։ Միանշանակ ոչ։ Իրա բարդությունը ցավն է, բարդությունը սուր արյունահոսությունն է, երբ որ ունենում ենք պրոֆուզ արյունահոսություն, լինում է դեպքեր, որ գալիս է չի դադարում արյունը, չեն կարողանում դադարացնել։ Այնքան արյունահոսում, որ հեմոգլոբինը նորմայից իջնում է մինչև 20-30 դեպքեր ենք ունենում, որ ստիպված պարկասնում ենք արյուն ենք փոխ ներարկում, մի քիչ բարձրացնում ենք, նոր գնում ենք վիրահատության, արդեն կյանքի ցուցումով ենք կատարում վիրահատությունը, ունենում ենք այդպիսի բարձի թող դեպքեր։ Զուգարանում երկար ժամանակ անցկացնելը եւ այդ զուգարանի թուղթ քոչվածը վնաս է։ Տեսեք, ինչ վերաբերվում է երկրորդից սկսենք թղթի հետ կապված, մենք միշտ խորհուրդ ենք տալիս լվացվել։ Հիգիենան դա լվացվել։ Տեսեք, մեր բոլոր հիվանդները վիրահատությունից հետո սովորույթ են մնում։ Իրենք միշտ ասում են, «Էլ լվացվում են»։ Միշտ խորհուրդ ենք տալիս լվացվել գոլ կամ գոլից մի քիչ տաք ջրով, սենյակային ջերմաստիճանի ջրով։ Սառը այդքան էլ խորհուրդ չենք տալիս, չնայած տարածված է շատ ժողովրդի մոտ սառը ջրով։ Սառը միայն եթե կա արյունահոսություն, եթե չկա արյունահոսություն, ճիշտը գոլ սենյակային ջերմաստիճանով լվացվելն է։ Իսկ ինչ վերաբերում է երկարատև նստելուն, այո, երկարատև նստելը նույնպես նպաստում է թութքի ձևավորմանը, եղած հանգույցների մեծացման, որտեղ երկար նստելով ուժ տալ, նիկտալ, դա էլի շատ ակտուալ խնդիր է հատկապես, երբ որ հեռախոսով են գնում։ Հեռախոսով գրքով։ Հեռախոսով գրքով, այո, չէ, կարիք չկա երկար, պետք չի երկար մնալ։ Ինչու են ասում, որ ավելի շատ հանդիպում է 45-ից 60 տարեկանների շրջանում։ Տեսեք, այդ նախկինում էին ասում, հիմա այնքան հաճախ երիտասարդացել է, մենք շատ ենք նայում երեխաներ բերում են։ Երեխաներ ենք նայում, իհարկե, ինչքան տարիքի հետ այնքան հավանականությունը մեծանում է, որտեվ ինքը այդ հանգույցը մի օրում չի, ժամանակի ընթացքում է ձևավորվում, բայց հիմա քանի որ այդ իմ նշած այդ վատ սովորույթները դուք նշեցիք երկարատև նստակյաց կյանք, սննդի չարաշահում, փորկապություն, գիտեք, շատ ուշադրություն չեն դարձնում մարդիկ դրանց։ Դա արդեն դառել է ոնց որ նորմա, փորկապությունը կամ այդ նստակյաց կյանքը։ Դրա համար դրա հետ նաև հիվանդությունները երիտասարդացել են։ Շատ ենք նայում երիտասարդների, միգուցե նախկինում կարողա չեն դիմել, բայց հիմա դիմելությունը տարի ավելի հաճախակի է դառնում։ Մարդիկ ավելի շատ են ինֆորմացիան ստանում, ինֆորմացված են լինում ավելի շատ համացանցի շնորհիվ եւ այլ։ Դրա համար մի քիչ այդ վախն էլ արդեն մարդկանց մեջ մտել, որ հենց արյուն են տեսնում, իսկ գալիս են լավ։ Սննդի մասով որ նշում եք, այսինքն ինչ են ավելի շատ օգտագործում 4 սնունդ։ Տեսեք, ավելի շատ հիմա տարածված է ֆաստ ֆուդը։ Համար 1 թշնամին, 4 սնունդը, ֆաստ ֆուդը։ Սնունդ, որը քիչ է պարունակում բջջանյութ, միրգ, բանջարեղեն 1, հետո պակաս հեղուկներ, ջրի պակաս օգտագործում։ Մենք միշտ ասում ենք նորմալ կակ մինիմում 2 լիտր ջուր պետք է մարդ օգտագործի, այսօր չեն օգտագործում, որը նույնպես բերում է փորկապության։ Ֆաստ ֆուդը, որը բերում է գիրացման ամբողջությամբ եւ չաղացման եւ փորկապության, ինչ են ասում, այդ հատկապես այդ գազով հեղուկները, համար 1 թույնն են այսօր դրանք համարվում։ Բալե պարզապես մաքուր ջուր օգտագործել։ Էլ ինչ հիվանդություն, եթե սկզբում չօգնեն բնական տեղական միջոցները, ես համացանցում կարդացի բազմաթիվ միջոցներ են առաջարկում, օրինակ ռեհանի հյութ, հետո ձվի դեղնուցը պահում է սահակին, կարծեմ մոմի վրա, ես որ պատմեմ մեր փորձի բերումով այնքան այդպիսի բաների ենք հանդիպում, տարբեր տեսակի ձվածեղներ, կամած մածուն, եղել բնական տեսեք նախկինում, երբ որ չի եղել դեղագործությունը դեռ թույլ է եղել, երբ որ չեն եղել, հիմա շատ հարուստ ենք, այդ մեծ արսենալ ունենք, մոմիկներ, մայզեր, ընտրություն ունենք, բայց նախկինում այդ ամենը որ չի եղել, բնականաբար այդ բնական միջոցներն են որոշակի դեր տարել ու տարել են, օգնել են իհարկե։
Այդ ձեր նշած այդ ձվածեղ, ձվի դեղնուց, այդ մեղր կամացմածում բոլորի իմաստը ինչու՞մ է, բոլորը հիպերտոնիկ են այդ բոլորը։ Այսինքն այտուցը նստացնում են, երբ որ մեծացած հանգույցի վրա դնում ես, այո, իսկապես հանգույցը փոքրանում է։ Բայց այսօր կան նաև քսուկներ, որոնք այդ նույն դերը ավելի արագ են կատարում եւ ավելի ապահով։ Այո, եթե հիմա կան իմաստ չունի այդ բնական միջոցները, կան մի շատ լավ դեղորայք, կան քիչ ինվազիվ մեթոդներ բուժման, որ կարելի է ժամանակին դիմել եւ խուսափել վիրահատությունից, այդ ամենը գալիս է մի բանի, որ պետք է շուտ դիմել, չթողնել բարթանա։ Բուժման մեթոդներից խոսենք, հիմնական բուժումը վիրահատական է, թե լինում է սկզբում դեղորայքային։ Տեսեք, սկզբնական փուլերում առաջի երկրորդ աստիճանի պարագայում բավական էֆեկտիվ են դեղորայքը։ Դեղորայքը ոչ ինվազիվ մեթոդներ կան, որոնք բավական էֆեկտիվ են լինում։ Երրորդ, չորրորդ արդեն երբ ունենք բարդություն, կայուն արտանկում, արմատական բուժումը դա համարվում է վիրահատականը։ Բայց ցավոք մեզ հիմնականում մեզ դիմում են մեծ մասամբ դիմելիությունը, երբ որ արդեն երրորդ, չորրորդ աստիճանն է, երբ որ արդեն ունենք բարդացում։ Մինչև այդ զբաղվում են հիմնականում ինքնաբուժմամբ, կողքից խորհուրդներ, դեղատան աշխատողի խորհուրդներ, ինքնաբուժմամբ, այստեղ այսպեսի մի հատ բան կուզեմ նաև շեշտել, Անի ջան, տեսեք, հետանցքից արյունը մենք նշեցինք թութքի մասին, բայց կան հիվանդություններ շատ ավելի վատ, որոնք նույնպես սկսում են արյունահոսությամբ, դրանք քաղցկեղներն են, ուռուցքներն են ուղիղ աղիքի։ Եվ շատ ժամանակ, երբ որ ուղիղ աղիքով, ուռուցքով հիվանդը հասնում է մեզ, մինչև մեզ հասնելը ամիսներով թութք են բուժում ինքնաբուժությամբ։ Չի անցնում, նոր դիմում են, արդեն ունենք ուռուցք, որը բավականին մեծ է։ Չեմ ուզում վախացնել, բայց պետք է զգուշանալ, այսինքն երբ որ կա հետանցքից արյունային արտադրություն, դա արդեն նորմալ չի։ Դա խոսում է ինչ-որ խնդրի մասին, պետք է պարզապես շուտ դիմել։ Դիմեք, ախտորոշում ունեցեք, հետո կարաք զբաղվեք ինքնաբուժմամբ, չգիտեմ, ցանկացած մեթոդ կընտրեք, բայց անպայման ճիշտ մասնագետը նայի, ճիշտ ախտորոշումը արվի։ Իհարկե կան, լավ դեղորայք կան այսօր բավական որակյալ, որ կարելի է նույնիսկ խնդիրը արմատական լուծել, բայց պետք է վաղ ժամանակում դիմել, սկսվող։ Ինչպես են բացահայտում, որ մարդը ունի թութք, ինչ ստուգումներ են անցնում։ Տեսեք, բացահայտումը սենց է, առաջինը դա անամնեզի հավաքումն է, երբ որ ճիշտ հարցերին պատասխանը տալիս է, արդեն լրիվ պարզ է լինում։ Այնուհետև ունենք մենք մեր հետազոտության մեթոդներ, առաջինը դա մատնային զննումն է, որից հետո պարտադիր ռեկտոսկոպիա, կոլոնոսկոպիա են անցնում հիվանդները, այսինքն ամբողջ հաստ աղիքը հետանցքից մինչև բարակ աղիք հիմնականում հետազոտվում ենք, որպեսզի բացառենք այլ խնդիրները։ Իսկ ինքը պրոկտոլոգիական հիվանդությունների մեծ մասը հենց արտաքին զննմամբ արդեն երևում է։ Մատնային զննմամբ հնարավոր է իրենց ախտորոշել ճիշտ։ Բժիշկները կա այսպիսի տեսակետ, որ օղակ են ամրացնում, հա, որ թութքը Դրանք լատեքս կալցիոներն են օղակով, այո։ Ես շեշտեցի, որ առաջի երկրորդ աստիճանի պարագայում կան քիչ ինվազիվ մեթոդներ, դրանցից մեկը հենց համարվում է այդ լատեքս օղերով լիգավորումը, որի իմաստը ինչու՞մն է կայանում, ներքին հանգույցները, արտաքին չէ, ներքին հանգույցները մաս փոքր հեռացվում են։ Ինքը բավական էֆեկտիվ մեթոդ է, բայց եթե դեռ փոքր են ներքին հանգույցները, մեկ եւ երկրորդը անպայման շեշտն է, որ ինքը արմատական մեթոդ չի համարվում։ Այսինքն որոշակի ժամանակ անց ունենալու են կրկնություն։ Ժողովրդի մեջ էլ ընդունված է, չէ, հաստ բրդյա թել են կապում եւ ազատվում են թութքից։ Տեսեք, այդ ձեր ասած թել կապելը, դա առաջի վիրահատությունը թութքի կատարել է Հիպոկրատը, մեր թվարկությունից առաջ 100-200 տարի առաջ։ Ու հենց տենց էլ կատարել է, կախված հանգույցը թելով կապել է։ Ժամանակի ընթացքում նեկրոզում սևաց է, փոկվել է, դա համարվում է առաջի վիրահատությունը թութքի, որը հին հույներն են կատարել։ Այսինքն ճիշտ է, ժողովուրդը ճիշտ է։ Տրամաբանությունը նույնն է։ Պարզապես հիմա կան ավելի էֆեկտիվ միջոցներ, ցավազրկման տակ, ավելի մաքուր, ավելի արմատական կարելի է հեռացնել, խուսափելով բարդությունները հետ վիրահատական։ Տանը վիրահատելուց խուսափել։ Այո։ Նաև թութքի պատճառով թրոմբ է, հա, զարգանում։ Բարդություններից մեկը տրոմբն է, կարա լինի նաև արտաքին հանգույցի տրոմբոզ։ Այդ շատ հաճախ հանդիպող երևույթ է նույնպես, այսինքն երբ որ մազանոթներ են պատռվում են, արյունը կուտակվում է մաշկի տակ, չկա ցիրկուլյացիա, վերածում տրոմբի։ Ինքը սկսում է ցավ, դիսկոմֆորտ, դիմելու պարագայում կարելի է խուսափել վիրահատությունից, կան բավական լավ քսուկներ, պրեպարատներ, որոնք հեպարին են պարունակում, որոնք հեշտությամբ այդ տրոմբը քայքայում են, լուծում են։ Եթե մարդը ունի ալերգիա դեղորայքից օրինակ, բայց ունի թութք, այդ մարդուն ինչ է սպասվում։ Տարբեր տեսակի դեղորայք կան, եթե ոչ մի տեսակի դեղորայք չի ազդում, այսինքն բոլորի հանդեպ ինքը ունի ալերգիկ ռեակցիա, պարզապես
ճիշտ խորհուրդներ, ճիշտ ապրելակերպի ենք անցնում, մաքսիմալ հնարավորինս փոքրացնելով ագրեսիվ ֆակտորները։ Չբուժվելու պարագայում, եթե կա արդեն արնահոսություն, բարձրանում ենք վիրահատության, հեռացնում ենք, բարձրանում է խնդիրը։ Աղիության ժամանակ եւ ծննդաբերությունից հետո կարծեմ թութքը, որ առաջանում է, դա ենթադրում է բուժում, թե ինքնուրույն անցնում է։ Տեսեք, եթե մինչև հղիությունը կա խնդիր, ապա հղիության ընթացքում միանշանակ մոտ 80-90% դեպքերում այն սրանում է։ Այն սրանում է։ Շատ ժամանակ, երբ որ հիվանդները դիմում են, երբ որ կա խնդիր, թեկուզ փոքր չնչին, ու երբ որ իմանում ենք, որ պլանավորվում է հղիություն, միշտ ասում ենք հսկողության տակ ենք պահում այդ հիվանդներին, որ առաջի իսկ խնդրի դեպքում դիմեն, որովհետև ինքը հղիությունը բերում է եւ փորկապության, ներկոնքային ճնշման բարձրացման, ել չեմ ասում բուն ծննդաբերական ակտը նպաստում է թութքի մեծացման, արտանկման, հսկողության տակ ենք պահում պարտադիր, ինչի համար, որովհետև տեսեք որպեսզի չբարթանա, եթե ունենում ենք բարդություն, ասենց ասեմ, մեր ձեռքերը կապած է այդ ժամանակ, լիքը դեղորայք կամ բավական էֆեկտիվ, որոնք հակացուցված են եւ հղիներին եւ կերակրող մայրերին։ Համար շատ ժամանակ ստիպված վիրահատության են գնում այդ պարագայում, որ չեն կարող օգտագործել։ Պարզապես մեր խորհուրդն է միշտ հսկողության տակ պահել, բժշկի հետ կապի մեջ լինել, պրոկտոլոգի հետ, որպեսզի խուսափենք։ Եթե երկար տարիներ մարդը գիտի, որ ունի թութք, եւ դա չի բուժել։ Հիմա 30 տարի անց դա հնարավոր է նորմալ բուժել, թե արդեն ուշ է։ Տեսեք, կախված է գանգատներից, կարա եւ 2-3 տարվա թութք լինի բավական մեծ, կարա լինի 30-40 տարվա, ես նույնիսկ հակառակը կասեմ, դες այդ հին 30-40 տարվա թութքով հիվանդները, իրանք թութքի հետ արդեն համակերպվել են, միասին ապրում են։ Իրանք գիտեն իրանց ինչն է լավ, ինչն է վատ, ինչն է բերում սրացման, նույնիսկ ենթագիտակցորեն իրանք արդեն կծու չեն ուտում, որ հարցնում ես, ասում վերջի 10 տարին կծու չեմ ուտում, ալկոհոլ չեմ խմում, ես գիտեմ որտեղ եմ նստում, ինչի վրա եմ նստում։ Արդեն իրանք ոնց որ իրանց բժիշկն են դառնում արդեն։ Ինչու է սա համարվում հարուստների հիվանդություն։ Չեմ կարող ասել հիմա տենց բան ես հարուստների, հիմա չէ, որտեղ թութքին խնդիրն է, որը տարիք, սեր, մասնագիտություն, ազգություն չի ճանաչում։ Ես ոչ թե հարուստների կասեմ նույնիսկ զարգացած երկրներում ավելի հաճախ է հանդիպում։ Քիչ են շարժվում մարդիկ, սխալ սնունդ ենք օգտագործում, առավոտից իրիկուն ստրեսի մեջ ենք, այդ բոլորը բերում է նպաստում է դրա առաջացմանը։ Իսկ չգիտեմ, գնանք հեռու տեղ Աֆրիկայում խուլ գյուղերում, որտեղ մարդիկ վազում են առավոտից իրիկուն ոտաբոբիկ, ճիշտ սնվում են, քիչ սնվում են, նիհար են, ֆիզիկապես ակտիվ են, ավելի քիչ է հանդիպում։ Ամեն դեպքում ինչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր ունեն թութք եւ նրանց, ովքեր կարող են խուսափել դա ունենալ։ Որովհետեւ սեն է առաջինը, հետևեք առողջությանը, ասինքն շատ շարժվեք, շատ ջուր օգտագործեք, հետևեք խուսափեք փորկապությունից, աշխատեք քիչ վարել նստակյաց ապրելակերպ, հետևեք հիգիենային եւ շատ կոպիտ ասած զորթրից ասած ականջի հետև մի գցեք, երբ որ կա խնդիր գանգատ։ Դա կարա լինի արյուն, դա կարա լինի ցավ։ Շատ ժամանակ գիտեք հիվանդները սկսում են բացում են հիմա այնպեսի մեծ հնարավորություն կա համացանցում, սկսում են կարդալ ու սկսում են ինքնաբուժությամբ զբաղվել։ Իսկ այնտեղ ինչ ասես գրած է տարբեր հիվանդությունների։ Պետք չի ինքնախտորոշմամբ, ինքնաբուժմամբ զբաղվել։ Առաջի գանգատի դեպքում դիմեք պրոկտոլոգի, ախտորոշումը կդնի, խորհուրդները ճիշտ կտա, բուժումը կտա, արդեն կարելի է խուսափեք ու կարաք խուսափեք բարդություններից, գործը չհասնի վիրահատության։ Դիմել բժշկի առաջից գանգատի պարագայում։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք Իզմիրյան բժշկական կենտրոնի բժիշկ պրոկտոլոգ Ռուբեն Թադևոսյանի հետ։